Այսօր հատուկ հաղորդում ենք պատրաստել մեր ուրեմն հայկական դասագրքերի վերաբերյալ։ Այսօրվա վերնագիրը կլինի երբ դասագրքերը խանգարում են սովորելու։ Սիմոն Բաբայանը կամ պետական իրավական պրոցեսներ, ինչքան գիտեմ, երկու պատմաբան մանկավարժ դիմել են դատի, դիմել է դատի Կարին Տոնոյանը եւ կարծեմ Հայ Մայրեր, եթե չեմ սխալվում, եւ Արա Զորաբյանը որպես փաստաբան, ընդ որում այս ամբողջ շարանի մեջ նրանք ընտրել են 7-րդ դասարանի դասագիրքը, բայց ասեմ, որ 7-րդ դասարանի դասագրքի խնդիրը եղել է 23 թվին, 24 թվին միայն ես եմ դիմել այս բոլոր համախառն պրոդուկտի, ասեմ, 2-րդ, 3-րդ, 5-րդ դասարանի մայրենի եւ 7-րդ դասարանի պատմության դասագրքով, 8-րդ եւ 9-րդ դասարանի դասագրքի մասով պատրաստվում էին դատի տալ նաեւ Հայկ Դեմոյանը եւ այլոք, բայց դեռևս չգիտեմ, դատալեքսում ես չեմ տեսնում այդ process-ը։ Բանը նրանում է, երբ որ պետական պաշտոնյան տեսնում է, որ իր թերացումները մի պահ են արձագանքում հանրության կողմից եւ հետագայում մարում է գնում, ինքը կշարունակի իր բյուրոկրատական անպատժելիությունը հետագայում զարգացնել եւ այն գործոնը, որ ասեցի, ֆինանսական գործոն գրանտերի տեսքով, տեսնելով, որ սա ոչ մեկին չի վերաբերվում, էլ ավելի ես կասեի աղավաղի մեր սերնդները։ Դրա համար շատ կարևոր է, որպեսզի մենք լսենք նաև երկրորդ կետը, երրորդ կետը։ Նախ ակադեմիական հանրության բացասական կարծիքը չի հաշվի առնում, Խոտանը մտնում էր դպրոց, փորձարկման պիլոտային համարյա բացակայություն կա, փորձարկման, այսինքն պիլոտային դասագիրք, որ մտնի մինչև, ասենք, բոլոր 40,000 յուրաքանչյուր դասարանում, հարգելի ծնողներ, կան 40,000 աշակերտ, այսինքն մենք մեկ երեխայի իրավունքի մասին չենք խոսում, որը կարող է ոտնահարվի այս կամ այն կերպ, օրինակ, ուսուցիչը մի երեխային մի վատ բան ասե, հանրությունը ըմբոստանում է, մենք խոսում ենք 40,000 յուրաքանչյուր տարվա մեջ աղավաղված մտածելակերպի մասին, որը 3-ից 7 տարում դառնում է համախառն 1-ից 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանի աշակերտներ եւ մենք ստանում ենք մոտավորապես 400-ից, ես խնդրում եմ մտածեք այդ թվերի, 400-ից 450,000 երեխայի մասին է խոսքը։ Դասագրքերը ներդրվում են առանց նախնական լայնածավալ փորձաքննության դպրոցներում։ Սև ժամկետների պարտադրանք գոյություն ունի, այսինքն միանգամից պետք է ընտրել, այսինքն երբ որ պատվերը լնում է, մրցույթը հայտարարվում է դասագրքի, ինչ որ մի պատմաբան միգուցե լավ մտքեր ուներ, բայց այն չափորոշիչները, որոնք առկա են, ինքը չի հասցնում տեղավորվել դրա մեջ, հետևաբար հաղթում է ով, ասեմ ով, այն մարդը, որը նախապես պատրաստված էր որպես հաղթող, որ այն մարդը, որը ուներ պատվեր ոչ միայն պետությունից, այլ միգուցե այն սև ուժերից, եկեք իրենց այդպես անվանենք, որոնք նաև ֆինանսավորում են տարբեր մոդուլների, ես կասեի կրթական, դաստիարակչական մոդուլների, որոնք գնում են հարևան երկրից։ Դուք շատ լավ բացատրություն եք տալիս մեր խնդիրները առաջանալու եւ գոյատևելու պատճառներին։ Այսինքն ես մնանք շատ լավ հասկանում եմ, որ փաստորեն մենք այդ լուսավորչական համակարգի մեջ մասնագետ որպես մեկը չունենք, որ իմանա թե առաջ ոնց էին անում կամ ասենք ճիշտն ու սխալը, որ այդ պիլոտային մոտեցումը, դասագրքերի ստուգումը եւ այլն, այդ սիստեմաները աշխատացնելու համար։
Հիմա որպես մասնագետ ինչ կարելի է որտեղից է պետք սկսել սա։ Ձեր թույլտվությամբ, պարոն Պետրոս, այո, հա, ես ավարտեմ այն ալոգիզմը, որը հայտնաբերել եմ, որովհետև ծնողները կարող են ուշադրություն դարձնեն տարբեր կետերի, հա, օրինակ ժամկետների բացակայությունը մեկի համար շատ կարևոր կարող է լինի, մյուսի համար փորձագիտական եզրակացություն տալը, մյուսի համար մեր գիտությունների ազգային ակադեմիայի արհամարումը, եկեք ամբողջովին ես ներկայացնեմ եւ վերջնական փուլում արդեն լայնակի քննարկենք Տիկին Արմինե Դավթյանը եւս այսօր ներկա եմ ի ուրախություն մեզ, պարոն Պետրոսը եւս եւ պարոն Ռաֆայելը եւս հարցերը արդեն կլինեն շեշտակի, իսկ լուծումները ես կառաջարկեմ եւ քննարկման արդյունքում մենք կստանանք այն մոդուլը, որը կդիմադրենք այն մոդուլով, որը ձևակերպվել է այս ընդհանուր խնդրի շուրջ։ Հաջորդ հարցը ստեղ ժամկետների մասին, այսինքն սխալները Ժորժ ջան հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ տասնյակ հազարավոր օրինակներ արդեն տպագրված են։ Հետևաբար ստեղ արդեն պայքարելը մի քիչ դառնում է խնդրահարույց։ Ինչի՞, որովհետև ԿԳՄՍ նախարարությունը կամ տպագրողը պարփակված է ֆինանսական ծախսի եւ տնտեսական հանցագործության մասով եւ ինքը պարտադրված է ինքը իրեն պաշտպանի, հակառակ դեպքում վարչական դատարան, քրեական դատարանը իրեն շատ վատ բաներ է սպառնում, ասենք ասած։ Եվ ամենակարևորը, որ հետևանքը պատմական փաստերի խեղաթյուրումը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ կապված պատմական իրադարձությունների մեղմացումը կամ կանխակալ ներկայացումը եւ կեղծումը դառնում է արդեն բախտորոշ հանգույցային կետեր այս դասագրքերի ստեղծման, հա, ոչ միայն պատմությունն, նաեւ աշխարհագրությունը, մայրենի գրականությունը եւ այլ առարկաները։ Դասագիրքը դառնում է ուշադրություն այս կետի վրա քաղաքական գործիք։ Հասկանում եք արդեն ուր գնացինք։ Դասագիրքը դառնում է ոչ թե կրթական, այլ քաղաքական գործիք, որը կարող է քարոզել տվյալ պահին ձեռնտու թեզեր, իսկ թեզերի մոդուլային գրանտային համակարգի մասին ես խոսացի, նաև դրա մասին խոսացվել է 14-ից 18 թվական համապատասխան ՀԿ-ների այցելության Թուրքիա, ընդեղից հետագայում այդ մոդուլները բերելու հետևանքով։ Եվ մենք տեսնում ենք ինչպիսի պետականաքանդ ծրագիր կարող է իրականացվել եւ մասամբ կամ լրիվությամբ իրականացվում է այս անփութության իրավական ակտի պատճառով։ Շարունակեմ, հրամանը հստակ չի սահմանում այս հրամանը ազգային անվտանգությանը, պատմական ճշմարտությանը, պահպանման մեխանիզմները փորձաքննության փուլում։ Սա ահավոր բաց է, որը մենք այսօր ունենք։ Վերջապես ավարտելով իմ հիմնական մասը, ես կխոսամ 6-րդ կետի մասին, 4-րդ կետը, 5-րդ կետը սերմ ժամկետներն էր, փորձման պիլոտային դասագրքերի բացակայությունը, դա էթիկական եւ հոգեբանական խնդիրներն է։ Երեխաների համար ոչ հարմար բովանդակության կամ բռնության անուղղակի արդարացումն է գնում այստեղ։ Այսինքն այն բուլինգը, որը կատարվում է դասագրքերի միջոցով եւ հոգեբանական եզրակացության, հոգեբանական փորձաքննության բացակայության համապատասխան պատճառով մենք ստանում ենք աղավաղված սերունդ, աղավաղված երեխաներ, որը մեր հայ ազգի համար եւ մնացած բոլոր ազգերի համար դա սրբություն է։ Այսինքն, չգիտեմ այդ բառը ինչ ասեմ, չեմ էլ ուզում ասեմ։ Հաջորդը հումանիտար փորձաքննության բացակայություն հումանիզմի տեսակետից։ Հրամանը կենտրոնացած է
տեխնիկական եւ մեթոդական կողմի վրա, այսինքն այն տեխնիկական դրիբլինգի վրա, որը կարող է կիրառել ոչ մասնագետ, օրինակ հայոց լեզվի ուսուցիչը, ունենալով այդ դրիբլինգը ՀՊՉ-ների համապատասխանության եւ որպես հաղթող մասնակից ինքը կարող է սա հաղթել չհասկանալով հետևանքները։ Մասնավորապես ես կխոսայի նաև արհեստական ինտելեկտով գրած դասագրքերի մասով, որովհետև արհեստական ինտելեկտի մասին մենք խոսացինք, երբ որ ուսուցիչները կամավոր ատեստավորում էին անցկացնում եւ հետո պարզվեց մարդկային գործոնը ստեղ նվազագույնի էր հասցվել եւ գործում էր ավտոմատացված, ռոբոտացված քննություն։ Իսկ քննությունը ուսուցիչների նույնպես հակառակ կողմն է, կրթության հակառակ կողմն է, դիմացի կողմը ունեցանք դասագիր եւ ունեցանք կրթության հակառակ կողմը կամ դիմային կողմը, դա ուսուցիչներ։ Հրամանը, ինչպես ասացի, կենտրոնացված էր տեխնիկական եւ մեթոդական կողմի վրա, բայց չունի հստակ էթիկայի զտիչ։ Էթիկայի զտիչ չունի։ Այսօր կառավարությունում խոսում են բարեվարկության մասին, էթիկական կանոնների, բայց դասագրքերի մեջ չկա զտիչ, ֆիլտրացիա տեղի չի ունենում։ Դասագիրքը կարող է վնասել ամփոփելով, նախ ես կուզենայի ստե ասեի, որ հակամարտկային, հակագիտական քարտեզներ են ձևավորվել, հակագիտական, այսինքն գիտականորեն նրանք չեն հստակեցված, չեն հիմնավորվում, սխալ սահմաններով քարտեզների տեղադրում կարող է լինի աշխարհագրության մեջ, որոնք հարվածում են երեխայի արդեն ոչ թե հոգեբանության, այլ ինքնությանը։ Երեխան չի հասկանում, որ ինքը արդյոք ստեղ աբորիգեն է, սենց ասեմ, հա, ինքնության հարված է հասցվում, ամփոփելով սա, ասեմ հետևյալը, դասագիրքը կարող է վնասել երեխայի հոգեբանությանը եւ արժե համակարգին, սա մեղմ ասած։ Իսկ հիմա լսում եմ ձեր հարցերը եւ վերջում ես իրավական լուծումների նախնական սխեման կգծեի, որով մենք կարող ենք աշխատենք նաև մեր իրավական մասնագետների, փաստաբանների հետ, իրավապաշտպանների հետ, հրավիրում եմ իրենց այս իմ կողմի ծամած թեման, բայց ոչ վերջնական, որովհետև ես ուզում եմ բոլորին շատ խորը ուրեմն շնորհակալություններ հայտնեմ բոլորին մասնակցելու համար, մեզ լսողներին էլ խնդրում եմ մոտեցեք, արտահայտեք, ուրեմն մենք կտանք email-ները համապատասխան մարդկանց, խնդրում եմ բարձրաձայնեք ձեր մտահոգությունը, ձեր ուրեմն աջակցությունը Սիմոն Բաբայանի շատ դժվար մեծ նախաձեռնության համար, որ ինքն էլ իմանա, որ ինքը մենակ չի, որ մեզ նայում են 100,000-ից ավելի մարդիկ են նայում, մոտավորապես 60-70 պետություններից,